ամենակարող ասուն բոլորս ասենք փառք։ Գիտեք քուրեր աղբներ։ Աստված մեր սրտերի մեջ դնում է, որ մենք կարողանանք պատրաստ լինենք։ Որտեւ շուտով երկինքը կբացվի։ Եվ մենք տեսնենք Հիսուսին։ Մեր փրկչին։ Որ տարիներ շատ 2000 տարուց ավել իր խաչելություն եղավ։ Ինքը գալու է շուտով, ասենք փառք Հիսուսին։ Շուտով կգա։ Բայց Աստված ուզում է, որ մենք լցված լինենք։ Մենք գաղթ չլինենք։ Սառնել չլինենք։ Գիտեք, շատ կարևոր է։ Ուրեմն խոսք եղավ, որ Աստված ժամանակ հատվել մեզի։ Время дал я народу моему. Ժամանակ հատվել, որ ես ու դու պատրաստ ենք։ Մեր պատրաստությունը Սուրբ Հոգու լեցունության պատրաստությունն է։ Լցված պետք է լինես, դադար չունես։ Գիտես, կարող է պատահել շատ հայրեր են ասես, ասա աղոթի եւ այլն։ Բայց լեցունությունը ստացի Սուրբ Հոգուց։ Շատ կարևոր է այսին։ Հասկանում եք, եթե լցված չես դադարես, լավ չի էդի։ Իշքան կարաս աղոթի Սուրբ Հոգով։ Իշքան կարաս։ Մենք անգամ այդտեղ աղոթում էին, մեկի այնտեղ մեկը կար, որ մի քիչ բռնված էր։ Ասում է, не понимаю, ասում չեմ հասկանում։ Էդ ինչ լեզվով եք աղոթում, չեմ հասկանում։ Սատանան չգիտի, չի հասկանում։ Բայց աղոթի Սուրբ Հոգով։ Իշքան կարաս Սուրբ Հոգով աղոթի։ Լցվի Սուրբ Հոգով։ Գիտես, Սուրբ Հոգով աղոթում ես, այնց ես աղոթում, չէ, բայց երբ որ Սուրբ Հոգու սկսես տեղ տալ, քո մեջը սկսում է եռալ։ Հասկանում եք, ժամանակին մի ազնվորություն կար։ Ես ինձ մի անգամ խնդրեց, ասաց, ինչ կլինի Աշոտ եւ Թույլ տուր եկեղեցու մեջտեղը կանեմ ու սկսեմ աղոթել թևերից տարածեմ, սկսեմ Սուրբ Հոգով աղոթել, սա ժողովուրդ բռնկվի։ Իմացաք, մի քանի վաղ անցավ, ասում, եղբայր ասում, ես տեսնում եմ քո մեջ կրակը, բայց դու բերանդ փակել ես։ Ինչ ես փակել բերանդ։ Դեպետ չի։ Ասում, եղբայր, բերանդ բաց, մեջիցդ կբխա, Սուրբ Հոգու ջրեր էլ, զորություն, ինչ ձևով եմ խոսում, չի ստացվում։ Եվ այսօր Սուրբ Հոգին ասում է բերանդ բաց։ Գալիս է Սուրբ Հոգով աղոթի, ճանապարհին, եթե մի տեղ մեղանչել է Սուրբ, ուրեմն աղոթքա ժողովի ժամանակ, երբ որ ես ասեցի, 3 շաբթի, 4 շաբթի աղոթքա ժողովա, ասի, երբ որ գալիս ես աղոթքա ժողով, անպայման աղոթի ճանապարհին, ասա, Տեր Հիսուս, որտեղ եմ սխալվել, մտքով, աշկերով, լեզվով, շուրթերով, սրտով, բնավորության գծերով, որտեղ արեցի սխալների ինձի, գալիս եմ աղոթքա ժողով, եղբայրներ քուրեր։ Ուրեմն եկեղեցու ես մենք վարձով ենք էլի եկեղեցու նստած ամերիկացիների մոտ, ուրեմն Սուրբ Հոգու կրակը իջավ, ամբը իջավ։ Ուրեմն այդ եկեղեցու բանի հովիվի տեղակալ ասում է քելի տանք։ Ասում է լսի, ասում է մենք օֆիսում նստած ենք, բայց այդ կրակը կպել է մեզի։ Ամերիկացիները։ Չեմ կանում պատմեմ։ Ինչ ձևի ասեց այդ օկնականը։ Ասում է, երբ որ եկանք հասանք դրանը, դուք այնտեղ Սուրբ Հոգով կրակը իջել է, աղոթում եք։ Ասում է, ես ասում է քել, ասում է չեմ կարող մտնեմ ներս։ Ասում է ինչի։ Ասում է շորտիկով եմ։ Հոգի չի թողում, արգելք է որ մտնեմ ներս։ Հասկանում եք եղբայրներ քույրեր։ Շատ կարևոր է հոգու ներկայությունը կյանքիդ մեջ։ Նայ Աստված ասում է ժամանակ եմ տվել իմ ժողովրդին, որ իմ ժողովուրդը պատրաստել, որովհետև շատ ծանր օրեր են ելնելու, որ իմ ժողովուրդը կարողանա կանգնի։
Հասկանում եք, շատ կարևոր է Սուրբ Հոգու լեցունությունը։ Եթե Սուրբ Հոգու լեցունություն չկա, մենակ հայրեն, ուրեմն զանգ է գալի մի քանի տեղից, Աշոտ աղբեր ասեց, ես ինչ քաղաքից եմ, ես ինչ տեղից եմ։ Գիտեք, ասում է, շատ վատավիճակս։ Ասում ինչ է կատարում քո հետ էլի։ Ասում է, մի բան մենակ պետք է խնդրեմ քեզանից։ Ես էլ ռուլի վրա եմ, ավտոյի։ Ասում մենակ մի բան եմ խնդրում, ինչ կլինի, արիր արեց Սուրբ Հոգով աղոթենք։ Ասեց մաղրելա մեջ սոքին։ Նենց եմ տկարացած։ Չի ստացվում ոչ մի բան, որտեղ դեմ հաջողություն չկա, ոչ մի բան չկա։ Ուրեմն ավտոն քաշել եմ ինքսյան։ Ուրեմն աղոթում Սուրբ Հոգով աղոթում եք, ով չի հայրեն, ես Սուրբ Հոգով ինքը հայրեն, աղրեն, մեկ էլ ոչ բռնկվավ։ Ուրեմն ոչ բռնկվավ, Աստված արդյունքն հետվեց, լացում եմ։ Իմացար, հիմա ես ասել եմ ամեն ինքը շարունակում է, բռնկվել է նենց սակ բռնկվել Սուրբ Հոգով, տարբեր ձևով բաներ խոսում Սուրբ Հոգի, տարբեր լեզուներով, հասկանում եք։ Եվ մի քանի օր անցավ, զանգեց, ասեց Աշոտ աղբեր, ասեց, գիտես ինչ է կատարվում, ասեց նենց հոգու ներկայություն է կյանքիս մեջ, ասում է ես միշտ տրտմած եմ տունս եղել, միշտ տրտմած եմ քայլել, ասում է իմ երեխեքը, որ մի քիչ տկարացել են հավատքի մեջ, ասում է մամ, ասում է ինչ է կատարվում քո հետ, քո երեսը փայլում է, երբ որ դու Սուրբ Հոգով աղոթում ես, երեսդ փայլում է, լրիվ դզում է, ներսը դզում է, դուրսը դզում է, դա մենակ Սուրբ Հոգու ներկայությունն է, կարանք ասենք ամեն։ Գիտեք, մի քույրը գալիս է եկեղեցի է գալի, եւ ասում է, մտնում է եկեղեցի սիրտը ցավում է, քանի օր սիրտը ցավում է։ Ուրեմն եկեղեցու մեջ Սուրբ Հոգու մեծ կրակայթում էլի, Սուրբ Հոգու ամբծածկելը աղոթք այթում։ Այս քուրիկը չոքել աղոթում է, ուրեմն ինքը նոր է սկսել չոքել աղոթում է, Սուրբ Հոգով հլանեց բան չանում, ասում է եղբայր, ասում է, չգիտեմ, ասեց, ինչ կատարվա, տեսա մեկի ձեռքը մտավ ծոցս։ Մեկի ձեռքը մտավ ծոց, ասկշշ բացի տեն, ով կմա այդ իա ձեռքը մտնի ծոցս էլի։ Մի քիչ սա աղոթում են։ Աշկերս փագեց սկսում աղոթել Սուրբ Հոգով, սկսել աղոթել, ավելի բորբոքեց Սուրբ Հոգի մեջս, սկսում աղոթել։ Մի քիչ երկրորդ անգամ այդ ձեռքը մտավ ծոցս։ Իմացար, էլ աշկերս բացեցի, բայց երբ որ երրորդ անգամ ասեց մազից ծերից միջև մատերից ծեծը դուգա մտավ մեջս։ Զորություն մտավ մեջս։ Սենց եմ անում ազատությամբ շնչում եմ։ Սենց եմ անում ազատությամբ։ Ուրեմն երբ որ պրծանք պաշտամուկ, ասում է պրծավ պաշտամուկը։ Ասում է ես բարձրացան ձևով առողջ եմ։ Սուրբ Հոգին ձեռքը մցրեց եւ սիրտս դզեց, ուղեց, հասկացի քուրեր եղբայրներ։ Լեցվի Սուրբ Հոգով։ Համ քեզ կփոխի, համ տունդ կփոխի, համ երեխեքդ կփոխի, ամեն բան կփոխի։ Ինքը հոգիային Աստված է։ Մի անգամ ճանապարհովետում տնում մի հոգի կանած հայ է, դե հավատացյալ չի, լուսավոր չկան։ Այստեղ խուր կանած ասում, ես է Սուրբ Հոգով աղոթում եմ, այդ գալիս է, ասում բարև, ասում եմ, ասում եմ, ես ինչի ես այստեղ որ ասում Աշոտ աղբեր։ Իմացար, սկի լավ չի, ասում երեխես լավ չի, սենց վիճակ է։ Ասելս արի աղոթենք, ասում ես աղոթել չգիտեմ։ Ես գիտեմ։ Ասի աղոթենք։ Ինքը չի լսել Սուրբ Հոգու աղոթքը։ Հոգով եմ աղոթում։ Ուշադրությունով սենց գլուխը կախել է։ Իմացար, աղոթում ենք, ասում եմ, Տեր Աստված, ես մարդուն բացրա, որ դու ես փրկիչը, դու ես մարդու մեղքներում, դու ես մարդուն բժշկում, եւ Հիսուսի Քրիստոսի վերքերով ես իր երեխեն բժշկված է։ Քանի օր անցավ մանա գալի Աշոտ աղբեր, չես պատկերացնում, երեխես գերազանց։ Էդի Սուրբ Հոգի կարանի, եղբայրս քուրս, վստահի իրան, ապավինի իրան, 23 սաղմոսի մեջ տալիս ասում է, քեզի կբարձնեմ իմ աշկերս, ով երկնքում բնակող, ինչպես ծառաներ իրանց տիրոջ ձեռքերին կնայեն,
այդպես էլ մեր աշկերը դեպի քեզ է, ով ամենակարող Աստված։ Մենակ իրան աղոթի, սկզբի չի ստացվելու, որտեղ թողել է Սուրբ Հոգու աղոթքը, չի ստացվի։ Միշտ հայրեն, թե քարոզիչը, թե նենց հայրեն, իմացա փողի, սկզբից մի քիչ դժվար կլի, որտեղ թողել ես, աղոթի Սուրբ Հոգով, մեկ եք տեսնես կրակ իջավ, արցուն կլցնի աշկերդ, ասմա երբ որ ես Սուրբ Հոգով լցվեմ, կարամ երկեմ Դավիթի պես, կարամ ներեմ Հիսուսի պես, կարամ աղոթեմ Դանիելի պես, երբ որ ինչ անեմ, երբ որ Սուրբ Հոգով լցվեմ, առանց հոգու չես կարա ոչ մի բան անես, բերանդ բաց, ուրեմն միտեղ պաշտամուտի տեղ մեկ էլ նեց խոսք ելավ, ուրեմն սենց խոսում ենք, աղոթ կա, ձեն չկա, ժողովրդի մեջ ձեն չկա, չեն կա միանում ասոտ, մեկ էլ նեց Սուրբ Հոգու զորությունը իջավ, մեկ էլ խոսք ասեց, народ, открой уста, ժողովուրդ բաց բերանդ, и я наполню, իմացավ, բեկեր, վայ, այդ ինչ կատարվավ, ոնց որ այդ ժողովուրդը չլներ, Սուրբ Հոգին կառավարեց, կոնտրոլ եղավ, ամբողջ ժողովրդին բռնկվել ենք, սա ժողովուրդը բռնկվել ենք, լաց այթում, ողջ պայթում, աղոթքը հնարավոր չի քարոզիչը չի կամ քարոզի, որովհետև աղոթքը չի դադարում, որովհետև Սուրբ Հոգին մենակ կարան է, տեղ տուր Սուրբ Հոգուն, երկի Սուրբ Հոգու ներգործությունն է, քալե Սուրբ Հոգու ներգործությունն է, նայեք Սուրբ Հոգին գործ արեց, երրորդ գլուխ գործ կառաքելուց, երկու եղբայր, Պետրոսն ու Հովհաննեսը, 9-րդ ժամին, որ աղոթքի ժամ են, գնում են տաճար, իրանց մտքով չեր անցնում ոչ մի բան, բայց իրանք էթում են, բայց հոգու ներկայություն ունեին իրանք, Սուրբ Հոգու զորություն իրանց մեջ կար, և ընդեմ մի անձնավորություն, որ 40 տարեկանից ավել էր, միշտ ամեն օր բերում էին դրան մոտ, որ կոչվում էր կարմիր, այդ գեղեցիկ դրան մոտ բերում են ու նստում են, ամեն անգամ ինքը ողորմություն էր խնդրում, ուզում էր իրան ողորմություն տային, տաճարը մտնելու ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսը, Պետրոս ասեց նայի մեզի, չասեց նայի ինձի, նայի մեզի, արծաթ ոսկի չունենք, բայց ինչ որ ունենք, էդ ենք տալիս քեզի, նազովրեցի Հիսուսի Քրիստոսյանով, վերկաց ու քայլի, եղբանել քուրեր երկինքը իջավ երկրի վրա, երկինքը բացվեց, Սուրբ Հոգու գործ եղավ, այդ մարդը հելավ ու քայլեց, Պետրոսից Հովհաննեսից չէ Թումենյան, սա ժողովուրդը Երուսաղեմը շարժեց, քահանաներին շարժեց, դպիրներին, փարիսեցիներին բոլորին շարժեց Սուրբ Հոգին, այդ մարդը չի երանում, Պետրոսից Հովհաննեսից, Պետրոս ասեց ոչ թե մենք ենք, մենք չենք, բայց այն հոգին, որ մեր մեջն է, և բերանը բացեց սկսեց քարոզել, այդ օրը աբաշխարություն եղավ, 3000 հոգի աբաշխարեցին, քուր աղբեր, դադարք մի նստի, լցվի Սուրբ Հոգով, մեր եկեղեցում մենք կուխնյայում ենք պաշտամունք անում, ուրեմն քիչ ենք էլի, շատ քիչ ժողովուրդ ենք, ուրեմն Սուրբ Հոգու մեծ լեցունություն եղավ, և Սուրբ Հոգին ասեց, որ и будет великая перемена на этом месте. Я мест փոփոխություն ալնելու այստեղ. И я приведу народ мой приведу. А тебе говорю, народ, молись. Молись, и будет великая радость. У меня, кстати, աղոթել. Ուրեմն ժողովուրդը որ պետք է գա, հիմա մի քանիսը չեն ուզում, մյուսը չեն ուզում, բայց քանի որ Աստծո խոսքը ասեց, դադարք Աստծո խոսքը չի վերադառնում հետ։ Հասկանում եք, մեկ է դռները բացվավ, լցվան։ Աստծո ժողովուրդը բերեց Աստված։
Հետո այդտեղ քիչ եղակ, չկարողացանք այդտեղ պաշտամունք անենք։ Մեզի թույլ տվեցին մտնենք, մեծ դահլիճը մտնենք։ Ու Սուրբ Հոգին ասեց. աղոթեք, ես ժողովուրդ եմ բերելու։ Դու աղոթեք, մենակ աղոթեք, ձայնդ լինի, չլրես, աղոթի։ Քրոջ աղբներ, մենք ժամը 2-ին ենք պաշտամունք անում, առավոտը չենք անում։ Եվ Աստված ժողովուրդ է բերում, Աստված ժողովուրդ է բերում։ Եթե ոչ թե մեր, եթե Սուրբ Հոգին մեկ չենք էտում, չենք զանգում, մենակ մենք աղոթում ենք, հոգս, աղոթք, դու ասում այդի արա ես կբերեմ։ Քուրս եղբորս, դու հավատում ես, որ Աստված կարա քո երեխեքին բերի։ Դու հավատաս մի եղբարի զանգեցի մի սպասավորին ինքը պետք է ննջեր էլ արդեն ես չէի իմանում ինքը ուրեմն սա բարեկամների մոտ հավաքվել են ու իրանք եկել էին այցելության բայց եկել են այս ժամանակ այս սպասավորը պետք է ննջի ուրեմն այս թորներով սաղ կայնած են մեկ էլ այս սպասավորը ասեց ես քեզ տեսել եմ այնտեղ քեզ էլ եմ տեսել այնտեղ թորներին երեխեքին ասում եմ քեզ էլ եմ տեսել այնտեղ ասում ամբողջ երեխեքը սալացում էին ասում ես տեսել եմ այնտեղ հասկանում ես աղոթի Սուրբ Հոգուն տեղ տուր Աստված քո երեխեքին փրկում է Աստված քեզ է փրկելու ամուսնուդ է փրկելու իր մոտ ոչ մի արգել չկա մենակ մի բան աղոթի սա քեզնից է արգելքը ինչքան կարաս աղոթի քայլում ես աղոթի տունա մենակ ես աղոթի լցվի Սուրբ Հոգով Սուրբ Հոգու կերակուրը ասու խոսքն է հասկանում եք ասու խոսքով լցվի ինչքան կարաս որ կարողանաս հաստատ լինես որ կարողանաս եթե աղոթում եք մի հատ քույրիկ ասեց ինչ կլին ասեց շատ վատ է վիճակը աղոթ կանենք ասի աղոթենք աղոթք մի Սուրբ Հոգին ասում ты еще не наполнила слезами сосуд этот ինքը աղոթում է երեխեքի համար բայց Սուրբ Հոգին ասում է դու քո արցունքները անոթը այս բաժակը լա չի լցրել հասկանում ես դու հենց դες չաղոթես հենց դες մի ասա քո երեխեքի համար քո ամուսնու համար դադարք աշխատի չլինես հասկանում ես եղի ես միշտ էլ ասել եմ ասում եղի ջրալի սոչնի եղի հասկանում ես շատ կարևոր է դա որ դու լցվես ով որ կասի դի կամած կամ շատ եկեսներ 50-ական եկեսներ չեն աղոթում Սուրբ Հոգով չկա ահա որ մի հատ վիճակ է ահա որ այսօր տարբերում արդեն որ չկա Սուրբ Հոգու կրակը Սուրբ Հոգու աղոթքը չկա չի երևում արդեն ով ճիշտ է ով սխալը տարբեր մարդկանց կարծես թե ուզում են հավաքեն մի կտուրի տակ բայց երբ որ դու Սուրբ Հոգով աղոթում ես սկսում ես Սուրբ Հոգու ձայնը լսել Սուրբ Հոգին ասում աղոթի Սուրբ Հոգին գիշերը պարկում ես քնելու ասում հելի չոքի աղոթելու Սուրբ Հոգին կանչում աղոթքի Սուրբ Հոգին կանչում աղոթքի ձայնը լսի Սուրբ Հոգու Երբ որ սկսես Սուրբ Հոգով աղոթել, տեղ տալ իրան, սկսի բա Սուրբ Հոգին մեջդ գործել, քեզի կանչում աղոթի, գնա աղոթի, բայց մի բան, Սուրբ Հոգին ասում է, մենակ մի բան, ինչքան կարաս անձդ մաքուր պահի, մեղքից հեռու եղի, միտքդ, աշկերդ, լեզուն, շուրթերը, սիրտդ, ամբողջը, աշկի բիբը շատ նուրբ է, բայց ավելի նուրբը Սուրբ Հոգին է Եթե բարկանաս, ապականա խոս բերանցը դուրս գա, իմացան մի ու սխալ բան ասես, սուտ ասես, չէ, ինքը տրտնում է մեջը, չի աղոթում, ինքը նուրբ է, իրան տեղ տուր, անձդ մաքուր պահի, ամեն տեղ, և Սուրբ Հոգին քեզ կառաջորդի, էսի մի բան ուզեն ասալն է Սուրբ Հոգին ասում է մի արա, ընդեղ մի գնա, էսի քեզ չի կարելի, հասկանում ես Սուրբ Հոգին ասում, ու Սուրբ Հոգին ամեն տեղ կայնում է, մեկ ասեց, բայց որտեղ է այդպես գրված, որտեղ Սուրբ Հոգին ասում, ասես Սուրբ Հոգին Պողոսին չթողեց Ասիա մտնի, Ասիա մտնի չթողեց, մյուս տեղ ուզեց մտա, ընդեղ է չթողեց Սուրբ Հոգին, հասկանում եք, տեղ դու Սուրբ Հոգու, որ Սուրբ Հոգին գործի մեջդ, հայրեն, ռուսերեն, ու տարբեր ձևով սկսես կարող ես աղոթել, բայց Սուրբ Հոգու լեցունությունը, Սուրբ Հոգու աղոթի մեջ է, ասում է եղբայրը ասում է ես Սուրբ Հոգու մկրտված եմ
բայց ես չեմ կարող աղոթել Սուրբ Հոգով։ Ասել, որ դու գիտես, որ դու Սուրբ Հոգով մկրտված ես։ Դու ես հայրեն աղոթում եմ նես ջերմարած ձև, ասի չէ։ Սուրբ Հոգով մկրտության նշանը օտար լեզվի աղոթն է։ Հասկանում եք եղբայրներ քուրեր։ Դրա համար աղոթի Սուրբ Հոգով։ Ուր գետաս Սուրբ Հոգով աղոթ։